մեզ բերել է դրախտիկի Էմա տատիկի տուն։ Գնացինք տեսնենք Էմա տատիկը ինչեր է պատրաստել մեզ համար։ Բարի գալուս, շատ ուրախ եմ որ եկել եք։ Ոայ, բա մենք ինչ ուրախ ենք։ Ոայ։ Ողջույն Էմա տատիկ ջան, մենք հյուրընկալվել ենք ձեզ ու շատ շնորհակալ ենք, որ մեզ ընդունել եք, որ խնդրեմ կասեք այսօր ինչ ենք պատրաստելու միասին։ Նախ ասեմ բարի գալուս մեր գյուղ, մեր տուն, մեր գյուղը շատ հյուրընկալ է եւ շատ ուրախ ենք, որ այսօր մեր տանն է։ Այսօր ես պատրաստելու եմ մեր հայկական բրնձով փլավ։ Ջուրը կերա, ասենք կլվանանք բրինձը մի քիչ կեպի, հետո կվերցնենք կամենք ու կարակով, լավաշով, ամեն ինչով, հետո կրկմով, չամիչով։ Չամիչով փլավ։ Հա, չամիչով փլավ, իսկ մնացածը պատրաստա կաստրուլքի մեջ ընդ դրածա, որտեղ սա բանա, միսը բանեմ բոլոր տեսակի չրերից կտրտել եմ։ Հա, չիրել է լինելու։ Հա, չրերը, ծիրանի չիր, սալորի չիր կտրտել եմ, դրել եմ, միս եմ էփել, տավայի միս, նրանց եմ ավելացրել ու խառնել եմ իրար մի քիչ էլ քրկում, որպեսզի իհարկե աղը բերեց բիբարը հետը, հա, որպեսզի համով լինի, որ փլավը պատրաստվի, կդնենք վրեն ու կուտենք անշ։ Հիմա ինչից սկսենք Էմա տատիկ ջան։ Հիմա պետքա երա, հա, յուրա, հա, երման աստիճանի հասնի։ Հա, պետք է անպայման երա։ Իդեպ գյուղը Իրոք բարձրացնեմ, եթե կարելի է։ օգնեմ ձեզ։ Ասեի գյուղի համար ինչ ես ուզում։ Հա, ուզում եմ ասեի, որ իրոք համապատասխանում է անվանը, շատ գեղեցիկ է, հա, լրիվ դրախտ։ Հայտնվել ենք դրախտում, շատ սիրուն է։ Շատ սիրուն, շատ լավ գյուղ է, էդ ասա, որ այդ գյուղի անունը մենք ենք դրել։ Տեղացիներն են դրել անունը։ Տեղացիները չէ, այդ մենք այս գյուղը լրիվ փախստականների գյուղ է։ Հետո որ եկանք թողլուջա էր գրած, բոլորով նախկին նախագահների հետ ես այդ ժամանակվա 89 թվականից ես աշխատել եմ գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար ու այդ գյուղի վերանանով մենք ենք արել, ես աշխատող եմ եղել, գրել ենք դրախտիկ ու տենցել մնացած են դրախտիկ։ Չէ, բայց շատ համապատասխանում է, շատ սիրուն անուն է։ Միջավայրի բնակչությունն էլ շատ լավն է, շատ աշխատող, շատ ասես, ստեղծող արարող մարդիկ են։ Դուք ինչով եք զբաղվում։ Հիմա ես թոշակառու եմ, տանում, բայց 24 տարի աշխատել եմ գյուղապետարանում, հենց այս գյուղում, 88 թվին եկել ենք, բայց 89 թվից ես աշխատել եմ մինչև 2014 թիվը, աշխատել եմ գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար։ Իսկ հիմա արդեն մոտ է եռալու։ Հա, էսա կերա փակենք որ շուտ եռա։ Հա։ Էս ի՞նչ ծառա դա։ Խնձորի։ Էս էլ երկու տեսակ վարդա։ Սրանք վարդեր են, հա։ Որ մուրաբա են անում այդ վարդն է։ Այդ մուրաբի վարդը այ էսա։ Հա։ Ես այդ մուրաբի վարդը շատ եմ սիրում։ Հիմա իր սեզոնը չի, հա։ Չէ, նոր է բացվում։ Նոր է բացվում։ Ես ամեն տարի սոկ եմ անում դրանից։ Հա, հա։ Ստեղ դա թե եք պատրաստում, չա եք պատրաստում։ Հա, ես ամեն ինչ պատրաստում եմ։ Էս ֆիքսենք, որովհետև շատ հետաքրքիր է։ Հա, շատ լավն է։ Ինը սոչից էլ երեխեք սեկել էին։ Էս ո՞նց է, ինչ որ վառում եք տակից, հա։ Ոնց եմ վառում։ Էսի։ Փայտով ինքը փաստորեն։ Փայտով, հա։ Էսի մի առանձին տեղ գետնի վրա վառում եմ, հենց սկսում է վառելը, կամած գցում ենք, ստե արդեն ջուրը լիքն է։ Ինչ հետաքրքիր։ Այս հնուց եկած է, դա։ Հա, երևի մի 70-80 տարի է մեր տներում է էսի, դե ես հարցեմ եկել։ Արդեն եղել է այս։ Հենց երում է, արդեն էս ենք դնում ու չայ լցնում եմ սև չայ։ Ինչ ամենահամեղ չայն թեյնա լինելու։ Հա, ես փորձել եմ անպայմանից հետաքրքրեց շատ։ Զավարկա կանեմ կդնեմ, այնօր սոճի թորներս էին եկել, զուր չայ խմելու սամավարի։ Հանուն սա իրոք արժի գալ։ Դա ձեր ամենասիրելի ուտեստը, որ շատ հաճախ եք պատրաստում, ո՞րն է։ Գյուղում, որ պատրաստում եք ամեն։ Շատ սիրում եմ, տոլում եմ պատրաստել քյուֆտան։ Հետաքրքիր է, որ մյուս տատիկներն էլ ֆիքս ասեցին, որ տոլման են շատ սիրում։ Շատ սիրում, հա, քյուֆտան եմ սիրում, հետո միշտ եփում եմ դոզբաժ, փախլավա թխում եմ, իհարկե որ պոպոկի սեզոնալ նման։ Հա, հա։
արևելյան թխվածքներ եմ անում մշտական պոպոկով սիրում եմ շատ։ Ես գավառի փախլավան եմ շատ սիրում։ Հա, ես գավառի հարց եմ լրագրել։ Հա, Հեսա սենք երակ կամենք ու կմտնենք տուն արդեն արագություն մնացածը կանենք տան մեջ։ շատ լավ։ Հա։ Իհարկե պատրաստում եմ մաքուր կարակ եմ հալել, որ կարակով լինի։ Թորնիկները այստեղ չեն ապրում։ Ստեր են ինձ հետ էին, հետո գնացել են։ Հա, հիմա մենակ եք։ Երեխա, երկու աղջիկ, 3 տղա։ Աստված բարի։ Դրի ապրեք, դրիվն էլ ամուսնացած են, ունեմ 13 անգամ թող, ծուր, ամեն ինչ էլ ունեմ։ Հա, հա։ Մեծ հարստություն են։ Հա, շատ, հա, շատ։ Իհարկե երեխաները ընդհանրապես որ վազվզում են ամառը գալիս են հաճույքը այդ ժամանակա վզգում ես էլի քո արդեն գինը որ հա դու կաս Ճիշտ է որ թորները ավելի սիրվող են քան երեխաները։ Ընդհանուր ճիշտ է որ այդ մեր երեխաները փոքր ժամանակ մենք բան չենք գնում Չեք վայելում, հա միջև էս բայց հիմա թորներին ավելի շատ եմ թեկուզ իմ երեխաներին իմ տղաները ամենք աղջիկներս մեկը մյուսից լավն են, բայց թորը իր քաղցրությունն ունի էլի պարզա։ Իսկ ամենապուճուրն է իր ծուրն ունեն, որ սաղից է լավ։ Ահա, ծոր էլ ունեք։ Հա, ծոր ունեմ, հա։ Իսկ հողամասում ինչով եք զբաղվում։ Ստեղ կարտոֆիլ է, հա։ Աշկ եմ ցանել, ծաղիկներ է, այդ թուրքական մեխակներն է, պիոնն է։ Հա։ Ու խնձոր, Խնձորա, վիշնյա, շլորա, գիլասի ծառա, հետո այդ մուրաբի վարդն ունենք։ Փակում եք վարդով մուրաբան։ Ոնց սոկ ունեմ դաժե հեսա կմտնեմ։ Կամպոտ։ Դավադանի խտացրած սոկ, վարդի սոկ։ Ինչ հետաքրքիր։ Հա, ասենք։ Կամպոտ տարբերակով եմ ես փորձել, բայց այտենց չեմ արել, իսկ ոնց որ փորձեմ անպայման։ լցնում ենք ու բացում ես արդեն բան ալնում ինքը որպես սոկ էլի։ Հա, մի քիչ գցում ես քաղցրանում ինքը շատ համովալն է։ Ու ես արդեն բույրը պատկերացնում եմ իր ինքը։ Ունենք սեյֆ սմարոձինա, սախտորում ենք ցանա։ Ամբողջը դուք եք մշակում դա։ Հա, ես եմ բարել։ Մենակով, հա։ Հա։ Այս որ ասում էիք, հա, արդեն նախապես արել եք դուք։ Հա, նախապես արի, որ տեսա մի քիչ ուշ անում, հա։ Հա, լավ եք արել։ Ասեն ծիրանի չիրա, սալորի չիրա, Տավարի միս։ տավարի միսա։ Օ, տավարի մսով չէի պատկերացնում, որ անում են։ Շատ համովալն եմ, հա, կարած համովել, մի քիչ չամիջից, եթելներ ասենք, այդ խուրմա գցում ենք մեջը փոփոխ կամ ինչ որ բաներ շատ պակաս։ Ըստ ցանկության ավելացնում եք, հա։ Դու ինքդ իմպրովիզ ես, անում ինչ ուզում ես, նրանք էլ ավելացնում ես։ Հետո մի գլուխ էլ սոխ են բան արել։ Ու յոխ են, հա։ Հա, այն էլ գիտես ինչ ասա։ Արդեն բանով կրկումով ավելացրել են, աղը բերեցը, հա։ Հետո էլ ավելացնում են կտեք ու արդեն կդա ուղղակի ես պատրաստեցի։ Յուղն էլ դուք եք պատրաստել։ Յուղը առել եմ, տնական յուղը ու հալել եմ, որպեսզի ձեթով չանենք էլի։ Այդտեղ։ Իսկ ձեր ուտեստներից ամենաշատը թորնիկները ո՞րն են սիրում, որ ասում են գանք տատիկի պատրաստած ուտեստն։ Պիցան, հա, ինչ է տակտիրը։ Հա, երեխեքը սաղնի պիցա են սիրում շատ։ Հետո տնական հաց ենք տվում, կատնահուց ենք անում գյուղում։ Հա, տնի շատ սիրում գաթաթ, ընդհանրապես ես կուլինարիան շատ եմ սիրում, որ զբաղվեմ։ Ես ինքս մարտունեցի եմ, Մարտունու Վերինգետաշեն գյուղից։ Այնտեղ մենք ավանդական կանեփով քյուֆթա ունենք։ Այստեղ երևի դուք էլ կունենաք։ Չէ, մենք չունենք։ Չունեք դուք կանեփով։ Կանեփ առել եմ, ունեմ, բայց ես չգիտեմ, որ մենակ աղանձների մեջ են օգտագործում։ Ես լսել եմ, բայց կյանքում երած չկա։ Շատ համեղ է, շատ համեղ է։ Ես ինքս պատրաստում եմ։ Իրականում ինքը երկար է։ Հա։ Ու հատուկ այսպես մեխանիզմներ ունի, որ չկտրվի։ Ուղղակի ինտերնետով տեսել եմ, որ ոնց են պատրաստում, բայց մեր այս տարածքում չկա այդ բանը։ Բանա չէ, ռայոններում տարբեր են, հա, ինձ հետաքրքիր է այստեղ տարածված էր, քանի որ նույն մարզից ենք, մտածեցի կարող այս կողմներն էլ տարածված էր։ Իմ ֆավորիտ ուտեստն է, իմ սիրելի ուտեստներից է։ Էսա մի հատ երա։ Այստեղ իսկ ավանդական ուտեստ ո՞րն է համարվում։ Սեղ սովորական է, ասենք մշտական։ Չունեք այնպես ուտեստ, որ օրինակ ոնց որ կանեփով քյուֆտան առանձնանում է, այդպես չունեք, այդպեսի չէ։ Ասենք օրինակ ամեն դետնտեսություն, քանի որ գյուղը փախստականների գյուղը 88 թվականից այն արդեն վերաբնակեցվել ստեղ առաջ ապրել են ադրբեջանցիները։ Այստեղ
ամեն երևի 30-40 տենց տարածքներից մարդկան քաղաքից, գյուղից, ռայոններից, ամեն մի ռայոն իր, ասենք Չարդախլունա, Բադանա, Շամխորնա, մենք Թովուզից եկա, ամենքը ունեն իրանց ճաշատեսակները։ Այսինքն խառն են բնակիչները։ Բա բարբարն էլ խառն է, այդ դեպքում։ Չէ, բարբարը, ասենք, կան որ ասենք Ղարաբաղի լեզու են խոսում, Հա։ կան եւ սովորական մեր կոլեցի լեզուն է։ Հա, դուք ո՞նց եք խոսում։ Ես այ հենց ասենք, ես բնիկ շամշատնից եմ, ես իմ լեզուն ես ուրիշ քաղաքի լեզու։ Օրինակ մեր ես մտածում եի բարբարներն էլ նման կլիներ, բայց նման չի մարտունա բարբարին։ Չէ։ Դուք խ չեք ասում, խաց օրինակ։ Մենք խաց չենք, մենք ասում ենք հաց, ես չգիտեմ, մենք դες խաց այդ կողմերի ժողովուրդն է։ Ամուսինս քավարցիա իրանց կողմերը ասում էին, հա։ Հետաքրքիր է, որ ես մարտունեցի եմ, բայց մարտունու այսպես կողքի գյուղից եմ, մարտունու տեղի քաղաքացիներ ասում են խ, ամեն ինչը հն փոխում են խ, բայց մեր գյուղում հ է, պահպանվել է հ, բայց այնքան հետաքրքիր է, գյուղերը տարբերվում է բարբարով, դրա համար ինձ հետաքրքիր, բայց շատ մոտ են կպած գյուղերը, բայց տարբերվում են։ Այս հարթանոց ժամանակն է։ Հա, որպեսզի կարանք լցնենք մեջը։ Ահա։ Օգնեմ։ Չէ, կվարվես մի քիչ հանկարծ հեռում։ Հա։ Սուս Քրիստոս։ Բա ինչ հետաքրքիր է, տատիկս էլ էր այդպես ասում։ Գիտես ինչ համար ինի տակա, էսի սառնա։ Հա։ Ուզաչուզատ պետք է ասես։ Չէ՞ որ մենք քրիստոնյա հայ ենք։ Իհարկե։ Առաջի քրիստոնյա ընդունած ազգը։ Եփի նոր այս մնացածը ավելացնենք, չէ՞։ Մի քիչ։ Մի րոպե էլ ավելացնեմ։ Էսա հիմա աղնիկ կսենք, կերան, իչի երած կհանենք, կքամենք, ու կտանենք, արդեն կդնենք։ Տատ, ամբողջ օր ինչով եք զբաղվում։ Ամբողջ Լինում է, որ գյուղացիներով հավաքվում եք։ Հարևաններով։ Այդ մտերիմիկ հարևանական կապը կա։ Հա, շատ մեկը մյուսին հարեհաց գյուղը։ Հա, մեկը մյուսին օգնում։ Ու գյուղերում ճանաչում են, չէ՞, բոլորին։ Արդեն բոլորը մեկը մյուսի ճանաչում են, հա, իհարկե։ Ես ասում էի, ամեն առիթները շատ լավ նշում են, բանակի քեֆա, բանակից գալա ունեն։ հա, գյուղով։ Հա, գյուղով։ ինչ հետաքրքիր։ Ասենք, ասած Մեկը մյուսով ուրախանում է։ հա, չէ, առաջ մինչև եկել են հարմարվել են, բայց հիմա շատ լավ է գյուղը։ Օրինակ մեր գյուղում իրար ոչ թե փողոցով են ճանաչում, նույնիսկ փողոցը տների անունները չգիտեն այսպես փողոցով, այլ հենց ընտանիքի անդամներով, օրինակ ազգանունով, ազգով, ազգ հասկացողությունը այստեղ ձևավորված է, թե չէ։ Թե դեռ չեք հասցրել, հա, կա։ Դուք որ ազգն եք։ Մենք Նիկողոսյան ենք։ Նիկողոսյան։ Մենք Նիկողոսյան։ Մեծ է ազգը։ Նիկողոսյանները քավարցի են։ Հա։ Հա, այնտեղ շատ մեծ է Նիկողոսյանների կեսը գրվում է Գալոյան, Ահա։ կեսը գրվում է Նիկողոսյան, բայց սա քուր ախպերներ։ Օրինակ մեր ազգն էլ Շբեներ է, Շահբազյաններ անվանումից է եկել, այդպես, բայց ազգանունները տարբեր են, էլի ձեր ասացի նման մի քանի ազգանուն են ներառում։ Իջել կսեն կեսակից։ Տաճան որ փուլ ենք հասել։ Հիմա հասել ենք այն փուլը, որ արդեն բրինձը որ կամել ենք, լցնում ենք։ Լավաշով, հա։ Հա։ Մի քիչ լավաշով, այդ բանով մի րոպե։ Շերտ տատ, հա։ Հա, հեսա կդրեմ են սարքածից էլ հետը։ Հիմա մի րոպե։ Իսի դնենք արդեն լրիվ ստե։ Մի անգամից ամբողջը լցնենք, հա։ Որ հետո կշրջենք էլի։ Այդ ամենավերջում շրջենք, չէ։ Էփելուց հետո, հա։ Այս վերջինն է, տատ։ Հա, այս վերջի շերտն է, այդ տակը թող մնա։
Չամիչը հիմա, հա։ Հա։ Դա ամենաշատը քո մայրիկը որ տեսնա պատրաստել ու որն է ամենաշատը սիրել, այհն Խոզի մսով կարտոշկի ժարի։ Ամենաշատը։ Ես ինչ հիշում եմ, իմ փոքր ժամանակները տենց է Այդ ոնց թոնրի վրա էիք պատրաստում դա։ Չէ, մենք թունդիր չենք ունեցել։ Փեջի վրա։ Փիջի վրա։ Ձեր մանկությունը ասեցիք որ գյուղում անցել։ Շամշադինի ներքին կարմիր։ Էմա տատիկը։ Հա, Տարիներ շատ 24 տարի։ 24 տարի։ Ընտանիքում ամուսինս կա այն ժամանակ օգնում էր, երեխաներս օգնում էին։ Երեխաներս օգնում էին, կիսուրս կար, կիսուր մայրիկը կար այն ժամանակ։ Այսինքն կիսուրը շատ օգնել է ձեզ։ Հա, շատ։ Կիսուր մայրիկը շատ էր օգնում։ Հետո երեխեք արդեն մեծացան, ամուսնացան, գնացին, մնացին ես ու ամուսինս, արդեն մենք ամեն ինչ անում էինք։ Գյուղի կյանքից ավելի շատ եմ սիրում, քան քաղաքին, հա, հանգիստ։ Բայց ավելի դժվար չի ոնց որ անասուն պահելը այդքան մեծ Դե հա, Բայց տատիկը ոնց որ չէր պահում հիմա անասուն, չէ՞։ Հիմա չունենք, որտեղ մենակ եմ։ Բայց այս ամբողջ հողամասը տատիկն ամենակը մշակում։ Հա, Տատ իսկ փուր այստեղ սարքում եք։ Օրինակ մեր գյուղում փուր ենք սարքում։ Երբ որ կարտոֆիլը արդեն սկսում ենք հավաքել, որ ցանի մեջ վառում են ցանը, ոստանում կարտոֆիլը դնում։ Իմ ամենասիրելի են որ գյուղի հա։ ու միշտ այդ շրջանում գյուղացիները հավաքվում էին։ իսկ ես ենք գցում սենց։ Էսի սենց կցում եմ, որ ինքը իրան, գոլոշին քաշի իրան, ինքը որտեղ կիսա է, հա չէ, 70% է սեփում, չէ, որ դու բրինձը։ Մարման թողեն կրակի։ Հա, տակը երկաթեմ դերել, որ մարման դլնի, լավ լինի։ Իսկ տատի ջան ոնց որոշեցիր հենց բրինձով փլավ պատրաստես մեր համար։ Ոնց մտածեցի։ Ասի ինչ եմ ուզում, ինչ պետք է պատրաստել, ասավ ինչ ցանկանում եմ։ Ճիշտ ասած շատ բան կարայից արքեի, բայց պատրաստելու համար էլ, բայց դե յուղա, գիտես, մեկը կա, մյուսը չկա, ինչ տանը կար դրանով որոշեցի փլավ սարքել, դա շատ սիրում են իմ երեխեքը։ Հա, որտեղ այդ դրամը իրանք էլ են սիրում։ Ես ուզում եի խանգալ ես սարքեի, բայց բանը մենք սարքեցինք, ասեց մենք ենք սարքելու, ասի դե լավ, դուք սարքեք, տարբերություն չկա։ Մենք օրինակ այս ուտեստը պատրաստում ենք մենակ սուրբ զատիկին։ Ճիշտ է, հիմնականում հա, սուրբ զատիկին ենք սարքում, բայց ես շատ սիրում եմ։ Հենց որ ուտելու եմ հավեսով։ Չգիտեմ ոնց ստացված կլինի երեխեք ջան։ Ներող կլնեք, դուք եք վրազում։ Տի ջան շրջի, քեզ տեսնենք։ Վաու։ Տոտի էսի, չգիտեմ, ոնց որ գավարի փախլավա սարքած դինես։ Էսի սենց պետք է անենք։ Ու ինչ ձենա գալիս։ Յուղի հոտնել տվեք։ Հա, ես բանը բրինձը չարժից է թոտ։ Չգիտեմ համը երեխեք ջան։ Լավ է լինելու տատ ջան։ Ամենակ թե ուտեք, հավանել։ Տի ջան հարմար շատ համով է։ Հոտը որ արդեն Քրիս, արդեն բիզնես տնենք բրենձիկի։ Չեմ ուզում։ Մեջը միս, հա։ Ես ամեն ինչը մեջն է։ Միս կոմեջ։ Տավարի միս է կա։ Հիմա սենց կարանք, փորձենք սենց։ Դե մի քաշեք մի րոպե ազիս։ Առեք ես մեծ գտանով քաշեք։ Մի տեղ դիքից, մի տեղից։ Հեսա մի հատ նորմալ մսերը դնան։ Այսինքն Պլյուս 3 կիլոգրամ ենք լինում նախագծից հետո։ երեխեք ջան, չգիտեմ, էդ էլ կողքից տենց դրեք։ Հա։ Շատ լավ է եպվել, որ նեղում էի։ Հա։ Չէ, բայց համը կա։ Հա։ Հա։ Դաժե արանք մոռացա քիչ լիմոնյա։ Տատի ուրեմն ճյուրերի համը տվել է մսին։ Հա։ Ու միսը շատ հավեստ հսկաշություն ունի։ Հա։ Ու սենց սաղ իրար հետ յուղնել, միսը, բրինձը, իջալական է։ Էդ ինչ հա որ քիչ է էլի։ Այ մեզդի մի քիչ էլ դուք եք։ Տատի կարող է այսօր տանենք։ Գոտակ եմ ունում։ Արի։ Պատճանես էլ կարող։ Տատ սաղ տանում եմ ես։ Արիս է։ Լավաշը փորձի մի հատ։ Հա։ Շատ համով է։
Ես լավաշը ոչ շատ հավանեցի գյուղը։ Չրեր, բաշա։ Ես չի պատկերացնում ոնց մսի հետ կհամադրվի, բայց լավն է։ Իսա բլոկել։ Ոնց որ բրենդի չիփս լինի, ոնց հետաքրքիր։ Ահա, ինչ ասի հաս։ Վաու, ես զգացի քո հետ։ Տատ անկեղծ շատ լավ եփվել, Կորպուսային որ դիսերտի մտածում եմ որ համագար։ չէր եփվել, իրոք շատ լավ եփվել է։ Ո՞վ է հոտն է շատ լավը։ Միսը շատ լավն է։ Ոնց որ չիրը կպել է մսին ու շատ թթվա։ Սա չրերն անարիվ։ Չրերն էլ Մի փոքր թթվաշ է դարձել միսը, համադրությունը ընտիր է։ Հա, անուշան։ Ուղղակի մի փոքր ձիգ է միսը։ Ես գիտեմ որ ժամանակի առումով չեք հասցրել։ Չէ, գիտեք ոնց է։ Տավարի միս կա որ էփում ես։ Հա, տեսակ կա։ Դե մի քիչ շատ երկար են էփում, 2 ժամից ավել էփում են, հա։ Բայց հասկանում ես այնց ռեզին եմ սիրում իրականում։ Շատ լավն է։ Որը Հիմա որ համեմատում ենք տարբերակը։ գայանի տատիկի եւ եմա տատիկի պատրաստած սնունդը։ Իմ համար ես այսպես ասեմ ավելի կդասեմ մի քիչ ավել գայանը տատիկինը, ինչի, որովհետեւ շատ հասարակ պրոդուկտներից, շատ հասարակ, խմորից, ալյուրից, ջրից սարքել շատ համով բան։ Ոնց որ կարելի է սովորել, արագ պատրաստել։ Ու մեկ էլ իրանց կաթնամթերքը ֆանտաստիկ էր։ Էս էլ է շատ համով, ուղղակի ոնց որ ավելի հեշտ պատրաստելու տեսանկյունից, այս առումով գայանը տատիկը, բայց սա էլ է շատ համով։ Իմ համար դժվար է երեխեք։ Ես կարծում եմ ինձ համար օրինակ ավելի շատ հավանեցի սա, որովհետև թե աշխատանքի առումով բարդ էր ու այստեղ պետք է եւ բարդությունը հաշվի առնենք եւ համերի բալանսը հաշվի առնենք ու այնտեղ կային որոշակի թերություններ, որ ճիշտ է չբարձրաձայնեցի, բայց այստեղ ամեն ինչը բալանսավորված է ու շատ դժվար է իրականում այս ամեն ինչը եփելը բրինձը, միսը ու համադրելը Ավելի երկարատև ու չրերով շատ ինքը աշխատանքը շատ մեծ է ու բալանսավորված է ու հաշվի առնելով որ հալվա ես շատ եմ սիրում ու հալվան 10-ից 10 էր ու ասենք դժվար է ընդհանրապես հալվայի մեջ լավ ինչ են ասում շաքարավազը լավ հալեցնել եւ միավորել ալյուրին դրա համար իմ կարծիքով ես ավելի շատ հեմատատիկ Իմ համար էլ այս ավելի բարդ աշխատանք է ու ավելի շատ բաղադրիչներով էր երկարատև աշխատանք է, բայց այնտեղ էլ կոռանձնացում կոտնամթերքը օրինակ։ Հետո բաները շատ համադրել քաղցրը թթուն մսի հետ շատ ավելի դժվար է։ Միայն Այդտեղ կատնամթերքը շատ ասիական խոհանոցում է այդ ամենահեշտը, բայց հայկական խոհանոցում այս ամեն ինչը ընկալելը դժվար է ու շատ լավ է պատրաստել։ Հայկական խոհանոցում դժվար է երեք։ Ես երևի էլի տիկին եմ ավելի շատ։ Ես ավելի շատ տիկին եմ։ Ոչ իհարկե տիկին Գոյանն էլ շատ համեղ էր պատրաստել ու շատ լավ Դա ամփոփի։ աշխատանքեր արել։ Ամփոփի սիրելիս։ Քո վրա ենք թողնում բեռը։ Շնորհակալ ենք շատ։ Շարեք։ Այս փուլում կանցնի տիկինեման հաղորդումը, որովհետև շատ պատրաստված եք, ճիշտ է մենք մի քիչ ուշացել ենք, բայց դուք շատ մեծ ջանքեր եք գործադրել իրականում, շատ շնորհակալ ենք, որովհետև իրոք հայկական խոհանոցում 3-4 համ համադրելը ու բալանս պահելը շատ դժվար է, ինչի չեմ ասի ասիական խոհանոցի մասին, ապրեք շատ, այսօր մեր հաղորդումը ավարտեցինք Դրախտիկում, կհանդիպենք շուտով Գորիսում եւ կամփոփենք մեր տատիկների մրցույթը այնտեղ։